Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ սալիկ, սանկերամիկա և ծորակ միասին ձեռք բերելու համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Իրանուշ Պապյան եմ։ 3-9-րդ գումարման ազգային ժողովը սկսեց աշխատանքները։ Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հարցեր, հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ազգային ժողովի նախագահի ընտրություն, ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, կառավարության առաջարկությամբ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ Նոր խորհրդարանում մեծամասնություն է կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը ստացել է 105 մանդատներից 64-ը։ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան դաշինքը երկրորդ տեղում է, ունի 29 մանդատ։ Ազգային ժողովում 12 հոգանոց խմբակցություն ունի նաև Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը։ Քաղաքացիական պայմանագրի ղեկավարն է Արուսյակ Մանավազյանը, Ուժեղ Հայաստան դաշինքինը Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, իսկ Հայաստան դաշինքինը Աննա Գրիգորյանը։ Քաղաքացիական պայմանագրի վարչությունը նորազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, տեղակալների թեկնածուներ Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։ Իշխող կուսակցության վարչությունն ընտրել է նաև 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, բայց եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը այդ հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։ Անդրանիկ Նիստն առանց լարվածության չանցավ։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Երեք մեկնարկեց առաջին նիստը և առանց լարվածության չանցավ։ Նախ ընդհանուր մթնոլորտը ինչպես եք գնահատում, մինչ կանդրադառնանք ընդդիմության շեշտադրումներին, հռետորաբանությանը, ազգային ժողովի նախագահին ուղղված թեկնածուին դեռևս ուրեմն ուղղված հարցերին, ընդհանուր առմամբ մթնոլորտը ինչպես եք գնահատում, որովհետև օրինակ նույն Ռուբեն Ռուբինյանը ասում էր ընդդիմությանը ըստ էության առաջարկում էր զրոյական կետ մեր հարաբերություններում, իր ձևակերպումն եմ ասում։ Դուք ընդհանրապես դա իրատեսական համարում եք այս մթնոլորտում, դատելով օրինակ ուրեմն երեկվա նիստի հռետորաբանությունից, ոճից, ելույթներից համեցեք։ Ասեմ, որ առաջին տպավորությամբ իմ գործընկերների մոտ եւս այդ տպավորություններ, որոնց հետ խոսել եմ, մենք կարելի ասել հետ էինք պահանջում գոնե նախկին ընդդիմությանը, որովհետեւ այնպիսի բովանդակային քննարկում ինչպես տեսակ չգնաց, որը կարելի էր ենթադրել։ Ինչպես տեսակ, այս նոր խմբակցությունը, որը ամենամեծ խմբակցությունն է ընդդիմադիր, հարցերը հենց ավելի զավեշտալի էին, հա։ Օրինակ, արդյոք թուրք եք տեսել դուք, ձեր տեսած թուրքը ինչ տեսք ուներ, իսկ նրանց հետ մտերմություն եք արել, այսինքն սա այս մակարդակի խոսակցությունը խորհրդարանում թույլ տվեք ասել անարգանք է մեր քաղաքացիների հանդեպ։ Միգուցե նախկին իշխանությունները, որի ներկայացուցիչներն են այսօր ընդդիմադիրները, նրանք մոտիկից թուրք չեն տեսել միգուցե, բայց դրա փոխարեն մեր զինվորներն էին մոտիկից տեսնում թշնամի եւ հիշում եք ամեն օր զոհ կամ վիրավոր կար սահմանին։ Թող ոչինչ մենք քննադատվենք այսօր, բայց մեր զինվորները ողջ առողջ իրենց ծառայությունը անցկացնեն եւ գնան իրենց տուն։ Ես ավել բան դեռևս չեմ կարող ասել, որովհետև ընդամենը մի քանի ժամ է նիստ 3 տեղի ունեցել։ Առաջիկայում կտեսնենք, միգուցե երեկվա քննարկումները նրանց ինքնահայացման հնարավորություն կտան եւ նրանք կանցնեն բովանդակային դաշտ, մինչեւ հիմա դա չտեսանք։ Չէ, ես ինչու եմ հարցնում, դուք հնարավոր համարում եք զրոյական կետից սկսելը թե ոչ։ Տիկին Հակոբյան, ընտրություններից հետո մենք բազմաթիվ հարցազրույցներ ենք ունեցել ու դուք անդադար շեշտել եք, որ կա լեգիտիմության խնդիր
խնդիր, խորհրդարանական ընդդիմության լեգիտիմության հետ կապված խնդիր։ Նույն ընդդիմադիրներից օրինակ Իշխան Սաղաթելյանն էլ ձեր լեգիտիմության հարցներ ուրեմն կասկածի տակ դնում եւ նաեւ ասում էր, որ սա Հայաստանի պատմության մեջ փաստորեն ամենախայտառակ ընտրություններից մեկն է եղել, որովհետեւ այն վարչական ռեսուրսը, որ դուք եք կիրառել, ուրեմն ճնշումները, որոնք դուք կիրառել եք քաղաքական ընդդիմադիր, այսպես ասած, տարբեր ուժերի նկատմամբ, այդ կալանավորումները, շտաբների աշխատանքի պարալիզացումը եւ այդ արդյունքով մեծ հաշվով ձեզ դրանից հետո անգամ չի հաջողվել ուրեմն սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Այս տեսակ ուրեմն հայտարարություններից հետո դուք զրոյական կետ պատկերացնում եք, նկատի ունեմ, դուք առհասարակ համագործակցություն պատկերացնում եք, թե ոչ որքանով է ճիշտ ընտրված մոտեցումը։ 21 թվականին եւս առաջարկում էինք ընդդիմությանը այդ զրոյական կետը եւ համագործակցությունը։ Սա բնավ չի նշանակում եկեք նույն կերպ մտածենք, իրար չքննադատենք, ոչ, կարող է լինել սուր քննադատություն եւ ընդդիմության գործառույթն էլ կարելի ասել դրանում է, բայց զերծ մնանք այն անհարգալից վերաբերմունքից, որը 5 տարի տարբեր դրսևորումներ ունեցել է խորհրդարանում եւ որը ցուցաբերել են այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը մինչ խորհրդարան հասնել է։ Այսինքն այնպես չլինի, որ լարված լինի, փոխադարձ վիրավորանքներ հնչի, կարելի է նույն միտքն արտահայտել առանց մարդուն վիրավորելու։ Սա է եղել պարոն Ռուբինյանի առաջարկը։ Ես որոշակի այդպես ազդակներ ստացա, որ նրանք համագործակցեն, բայց իրենք իրենց ընտրողներին չեն կարող բացատրել։ Իդեպ այդ համագործակցությունը նորմալ է, այսինքն մենք խորհրդարանում ենք եւ եթե ինչ-որ մի առաջարկ ունեն, պատկերացրեք շատ ռադիկալ տրամադրված ընդդիմադիր падգամավոր, որը վիրավորում է բոլորիս եւ նրա ամենալավ առաջարկն է կարող ենք մենք ուղղակի չընդունել։ Դրա համար նորմալ է, երբ որ ընդդիմադիր ուժերը համագործակցում են իշխանության հետ, բայց իրենք չեն կարող իրենց ընտրողին բացատրել, թե ինչու են մեզ հետ համագործակցում, որովհետև նրանք ընտրվելու ժամանակ այնպիսի որակավորումներ են տվել, այնպիսի նշաձող են սահմանել եւ այնպիսի կանխատեսումներ են արել մեր ընտրվելու հետ կապված, որ հիմա չեն կարող գալ մեզ հետ բովանդակային ինչ-որ համագործակցության եզրեր փնտրել, որովհետև իրենց ընտրողը կասի մի րոպե դուք չեք ասում, որ սա Ադրբեջանի ցանկացած իշխանություն է, դու համագործակցում ես, դուք չեք ասում, որ հեսա 300,000 ադրբեջանցի կգա, դրա շուրջ եք համագործակցում։ Այսինքն իրենք այն նշաձողն են սահմանել, որից հետո այլևս այդ համագործակցությունը դժվար է բացատրել իրենց ընտրողներին։ Եվ երեք ես իմ գործընկերները այս մասին մեր ելույթներում խոսել ենք, ուզում եմ ասել, որ մեր մինչ ուրեմն խորհրդարանի մեկնարկը տված որակավորումները կապված նրանց լեգիտիմության հետ, այդ ընտրակեղծարարության մակարդակի հետ, այդ ընտրակաշառքների բազմազանության հետ, դուք դա մնում է ուժի մեջ եւ սա չի նշանակում մեր ասած համագործակցությունը խորհրդարանում չի նշանակում, որ այս քրեական գործերը չեն շարունակվելու, կալանավորումներ եւ նոր ձերբակալություններ, դա վճիռներ չեն լինելու, իրավապահ համակարգը, գիտեք, վենդետան վատ բառ է, եւ բայց ուզում եմ նաեւ ընկալենք, որ վենդետան ինչ որ բանի մի պատասխան գործողությունն է եւ այո, նրանց գործողությանն ի պատասխան, որոնք փորձել են առնել քաղաքացուն, թքել ժողովրդավարության ճակատին, դրա պատասխանը, դրա հետ կապված վենդետան, այո, լինելու է եւ մեծ հաշվով հիմա իրականացվում է եւ դա արդեն մեր տիրույթում չէ, սա արդեն դատաիրավական համակարգի տիրույթում է եւ ինչպես տեսնում ենք, մեր իրավապահ համակարգը շատ օպերատիվ աշխատում է եւ դուք դեռևս կարող եք շարունակաբար լսել նոր քրեական գործերի մասին, նոր խոստովանական ցուցմունքների մասին ենք լսում, այնպես որ այդ վենդետան մի կողմ, այսինքն արդարադատությունը ավելի ճիշտ իրականացվում է, անկախ նրանից, թե խորհրդարանում ինչ աշխատանքներ են իրականացվում։ Ի վերջո քաղաքացիները որևէ շահագրգռվածությամբ, ֆինանսական, ինչով, բայց ընտրել է այդ ընդդիմությանը, այդ համամասնությամբ եւ մենք ստիպված ենք աշխատել այս ընդդիմության հետ ցավոք։ Լավ, նշում եք, որ լինելու է արդարադատությունը գործելու է,
որտեղից այդ վստահությունը Տիկին Հակոբյան, ուզում հասկանալ ինչ երաշխիքներ եք ստացել, որ այսպիսի հայտարարություն եք անում։ Հիշում եք նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ է վարչապետը խոստումներ տվել, դրանից հետո էլ է խոստումներ տվել, մասնավորապես այդ խոստումները, որ նստելու են բանտում, նստելու են շատ երկար։ Գագիկ Ծառուկյանի դեպքում մենք տեսնում ենք գործընթացը շարունակվում է ու նրա քաղաքական թիմն էլ սա ուրեմն նաև քաղաքական հետապնդում է համարում, ուրեմն ապօրինի գործողություններ է ասում, որ իշխանությունը իրականացնում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եւ նաեւ տեսակ ձեզ էլ մեղադրեցին երեկ խորհրդարանի ամբիոնից, որ գողացել եք ԲՀԿ-ի ձայները եւ փաստորեն նրանք չեն հայտնվել խորհրդարանում։ Մեծ հաշվով որտեղից երաշխիք, որ այդ ի վերջո արդարադատությունը հաստատվելու է, գործելու է, հիմա ասում եք լինելու է։ Քաղաքացին հարցում է, ինչպես Տիկին Հակոբյան, կա երաշխիք, որ նույն դատավորը կայացնելու է այնպիսի վճիռ, որ եւ հասարակությունը ուրեմն գոհ մնա եւ ձեզնից մեծ հաշվով այդքան մեծ պահանջներ չունենա, որովհետեւ գիտեք, ձեզ ամենաշատը հենց քննադատել են դրա համար։ Իհարկե չենք կարող որևէ երաշխիք ունենալ, թե դատավորը ինչպիսի վճիռ կկանգնեցնի, եւ դուք գիտեք, որ այդ խնդիրները հատկապես դատական համակարգում արկա, մենք մշտապես բարձրաձայնել ենք, արել ենք ամեն ինչ, որ այդ խնդիրները լուծվի, ինչը մեր իրավասության շրջանակում է, եւ առաջիկայում էլ պատրաստվում ենք նոր սահմանադրության նաեւ շրջանակում այդ հարցը հիմնովի լուծել։ Բայց մենք կարող ենք այս ամեն ինչի մեջ նաև չենք կարող չնկատել այն արդար դատավորներին, որոնք գոյություն ունեն, հա, համակարգում եւ որոնց ուրեմն քանակը գնալով շատանում են։ Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, ապա ես չեմ հիշում այնպիսի մի շրջան, երբ իրավապահ համակարգը, հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն այս ուրեմն ինտենսիվությամբ աշխատանք եւ արդյունք ցույց տան։ Մենք ասում եմ ընտրություններից որքան է անցել արդեն շուրջ 2 ամիս, մենք դեռևս շարունակում ենք այդ քրեական նոր գործերի մասին լսել։ Ես չեմ ասում, որ 100%-անոց բացահայտում կա եւ որևէ հանցագործություն 100%-անոց արդյունք չի ունենում, հա, բացահայտելիության, բայց այն, որ հսկայական են այդ գործերի քանակը եւ այն, որ այդ համակարգը տրամադրված է իրականում պահպանել օրենքը, օրինականությունը, սա միանշանակ է եւ հենց այս գործերի ինտենսիվությունը, այս ցուցաբերած ուրեմն ջանքը թույլ են տալիս ենթադրել, որ իրավապահ համակարգը նորմալ աշխատելու է եւ գիտեք հիմնավոր գործը, որը գնում է դատարան, չի կարող դատարանում փլվել։ Լինում են իհարկե դեպքեր եւ դա նորմալ է, բայց հիմնականում, եթե իրավապահ համակարգը քննչական մարմինները նորմալ աշխատանք են իրականացրած լինում, ապա դատարանին այլևս ոչինչ չի մնում եւ հիշենք նաեւ մեր դատարանի երաստիճան համակարգը, այսինքն եթե անգամ մի դեպքում մի դատավոր իր տեղում չլինի, ապա հնարավոր է բողոքարկել եւ գնալ առաջ մինչեւ արդարադատությունը ուրեմն կիրականացվի։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանի որդին օրերս հարցազրույց էր տվել եւ չէր բացառել, որ առաջիկա շաբաթների ընթացքում ըստ էության հնարավոր է նաեւ նրա հայրը զրկվի ազատությունից։ Եվ դա նորմալ է, որ ինչ որ մի օր էլ նորից նրա հայրը կձերբակալվի, հաշվի առնելով այն գործողությունները, որը իրականացրել է իր հայրը, ով իր ընտանիքի անդամները գիտեն, չէ, ինչ շրջանում ենք ապրել եւ ինչերի մեջ է մեղադրվում իրենց հայրը։ Եվ ասել, որ այ հա լավ Ծառուկյանը հիմա կալանավորված է, բայց մնացածը ոչ, մենք մնացածի օրինակ որևէ հարցազրույցներին, ճեպազրույցներին ծանոթանում ենք հենց դատարան մտնելու ժամանակ, դատարանից դուրս գալու ժամանակ, այսինքն այս գործընթացներն իրականացվում են եւ պետք չէ նաեւ սպասել, որ պետք է բոլորին միանգամից բռնել, նստացնել, պետք է ամուր լինեն բոլոր հիմքերը եւ ես վստահ եմ, որ այդ արդարադատությունը իհարկե իրականություն կդառնա։ Տեսեք, ասում եք ով, բայց այսինքն նկատի ունեք հենց Լևոն Քոչարյանը գիտի նույն իր հոր կառավարման տարիները ինչպես են եղել, ինչպես են իրենք հարստացել, առհասարակ մեխանիզմները, ճանապարհները, բայց հիմա օրինակ ուրեմն
Ռուբեն Ռուբինյանին հարցում էր, թե ինչու է։ Այո, բայց նույն Լևոն Քոչյանը, եթե դուք ուղիղ եթերում էլի տեղ ունենում, հետ գնաք լսեք, ասում էր, լավ, այդ վատ բաները, որ եղել են նախորդ շրջանում, հիմա նորից պետք է լինեն, այսինքն ընդունում են այդ վատ բաները, չի էլ ասում ինչը, խոսքը ընտրակեղծարարության մասին է, կաշառքների մասին է, չգիտեմ ինչի, գիտեք, որ մեզ մեղադրում են իբր թոշակ բարձրացնելը դա ընտրակաշառք է, ասում են, լավ, դե որ եղել է ժամանակին այդ վատ բաները, իրենք ընդունում են, որ եղել է։ Նույն Իշխան Սաղաթելյանի անունն եք տալիս։ Ախր այս ընդամենը 2-3 ամիս առաջ Մարտունիում իր հարազատ մարզի, ուրեմն Մարտունի քաղաքում դպրոցի հատակը քանդել են, հա, վերանորոգման բանով պատճառով քանդել են ու տակից հանել են քվեաթերթիկներ Դեմրճանին քվեարկած դեռևս։ Այսինքն այդպես է լինում։ Հələ դա հատակի մեջ են լցրել։ Ինչքան են Սևանա ջրի մեջ լցրել։ Բայց ինքնասնություն պատերազմի սպառնալիքներով Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրել եք այսպես ուղղակի տերոր։ Տեսեք, այդ սպառնալիքը եթե կա, պատերազմ կլինի ու գիտեք, երեկվա հետ կապված էլ այդպիսի ուրեմն հայտարարություններ եղան, քանի որ չեք ստացել սահմանադրական մեծապաշտություն հիմա սեպտեմբերին պատերազմ լինելու է, թե չի լինելու։ Աշխարհում Աննա Գրիգորյանն էր մտահոգ։ Շատ լավ։ Աշխարհում շատ երկրներում հիմա նորմալ է կոալիցիոն իշխանություն ձևավորել է, հա։ Եվ սա ավելի հավասարակշռված կառավարման ձև է կարելի ասել եւ նորմալ է որ մենք ստացել ենք միանձնյա իշխանություն ձևավորելու վստահություն մեր քաղաքացիներից։ Ես ասել այ դուք մաշում եք այն դեպքում երբ որ իրանք այնքան են մաշել որ հայտնվել են ամենափոքր խմբակցության կարգավիճակով։ Սա ծիծաղելի է։ Ինչ վերաբերում է այդ բանին, կեղծարարություն են ասում, ընտրակաշառք են ասում, ԲՀԿ-ին սահմանափակում են ասում, ախր ամեն ինչ մեր բոլորի աչքի առաջ է էլի եղել եւ ԲՀԿ-ի թեման արդեն 100 անգամ եւից ես մոտ բարձրաձայնել եմ, բացատրել եմ, նորից չկրկնվեմ, իրենց վերաբերյալ էլ թող գնան ու ձայնագրությունները լսեն, թող գնան իրենց խոստովանական ցուցմունքներ տված թիմակիցների խոստովանական ցուցմունքներին ծանոթանան Եվ հետո կան մեզ ինչ-որ մեղադրանքներ, լեգիտիմության խնդիր ունի ընդդիմությունը եւ մեզ ամենաշատը հիմա էլ քննադատում են դրա համար, որ ինչու նրանք մասնակցին, ինչու նրանք հնարավորություն ունեցան խորհրդարան մտնելու, հիմա եկել են մեզնից ինչ են ուզում։ Ասում են, որ մեծ հաշվով ազատ խոսքը Հայաստանում չկա, ազատ խոսքը Հայաստանում գողացված է։ Էլի Իշխան Սաղաթելյանի ելույթից մեջ բերեցի, որովհետև հետաքրքիր է Հայաստանում ազատ խոսք կա, թե չկա։ Այդ նույն Իշխան Սաղաթելյանը շաբաթական 5-6 լրատվամիջոց է հերթով վազում եւ բոլոր լրատվամիջոցներում ամենակոշ ձևով քննադատում է մեզ ու ասում է չկա խոսքի ազատություն։ Եթե ինքը կարողանում է օրական, շաբաթական մի քանի լրատվամիջոց գնալ, քննադատել մեզ ընդդիմադիր լրատվամիջոցներ, ապա ինչպես կարող է չլինել ազատ խոսքը։ Ազատ խոսքը հենց դրա մասին է, էլի։ Մենք տեսել ենք այդ խոսքի սահմանափակումները, մենք տեսել ենք ջարդված գլուխներ ազատ խոսքի համար, մենք տեսել ենք բազմաթիվ զոհեր ազատ խոսքի պատճառով եւ ասել, որ հիմա ազատ խոսքն է պատճառը, որ իրենց ենթադրյալ ընտրակեղծարար գործընկերները, տարբեր քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող գործընկերները ազատության մեջ չեն, ապա կներեք, բայց չի կարող քաղաքականությամբ զբաղվելը լինել անվտանգության բարձիկ ալիբի, որ մարդը կարողանա բոլոր այդ հանցագործությունները իրականացնի։ Այդպես որ լինի բոլոր հանցագործությունները կանդամագրվեն որևէ կուսակցության եւ կսկսեն իրենց հանցագործությունները ենթադրեն գնալ մարդ սպանել։ Հետո ասել, օ, սա բան է, բռնաճնշում է, որովհետեւ նա քաղաքական գործիչ չէր, բայց որ մարդ է սպանել ոչինչ։ Հիմա իրենք մարդ չեն սպանել, ենթադրենք որոշները նրանցից իհարկե կան կասկածները, բայց այլ ընտրակեղծարարություններ են իրականացրել նաև այլ քրեական հանցագործություններ ենթադրաբար եւ ասում են չէ մենք քաղաքական գործիչ չենք դուք մեզ լռեցնում եք բայց այդպես չէ այն հայտնի Վարդանիկի դեպքն էլ շատ ակնառու է որ միշտ կարելի է դրա մասին խոսել Վարդանիկին ասում են բան բռնաճնշումների ենթարկված մարդ քաղբանտարկյալ այն դեպքում երբ որ տվյալ անձը իր աշխատասենյակում նստած կաշառքեր պահանջել, վերցրել ինչ-որ շենքի, թե ինչի թույլատվության համար։
Լավ, Տիկին Հակոբյան ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված է, որ նորընտի խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման առիթով ողջույնի ելույթի իրավունք ունի ամենայն հայոց կաթողիկոսը, հանրապետության նախագահն էլ ելույթ ունեցել է, բայց կաթողիկոսի հետ կապված է, մենք տեսնում ենք, որ տեղի չունեցավ դա, ավելին երկու խմբակցություններ երեք գնացին եւ իրենց օրհնությունը ստացան վեհապարից, վեհապարն էլ մի շարք հայտարարություններ արեց, մասնավորապես անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը, ժողովրդավարության ու օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը, ինչպես է գնահատում փաստորեն Հայաստանի անկախ պատմության այս ամբողջ ընթացքում առաջին անգամ տեղի չունեցավ կաթողիկոսի, այսպես ասած, օրհնությունը։ Երեք իրենք մի տրիգեր էլ դա էին փորձում, հա, որպես տրիգեր օգտագործել, եւ եկեք նկատենք առաջընթացը, այլևս իրենք են գնում կաթողիկոսարան, ոչ թե կանչում են իրենց տուն, հա։ Որովհետև մինչև հիմա ես անդադ տեսնում էի այդ մարդուն այստեղ էին տանում, որ ինչ որ օրհնանքներ տար։ Մենք վաղուց ենք հայտարարել, որ մենք նման կաթողիկոս չենք ճանաչում, կաթողիկոսի գահը ազատ է եւ եկեղեցու բարենորոգման ծրագրի շրջանակներում նոր կաթողիկոս պետք է ընտրվի, որը կլինի համահունչ քրիստոնեական արժեքներին, դրա առաջ մղողը կլինի, ոչ միայն կրողը, որովհետև այս կաթողիկոսի դեպքում մենք գիտենք, որ դրա դեֆիցիտը բացառապես կա։ Նաև ասում են դուք պարտավոր եք կանչել վեհապարին, երևի օրենք կարդալու փորձառությունն է քիչ, կարող է հանդես գալ ելույթով, ոչ թե պետք է հանդես գա ելույթով, այսինքն դա հնարավորություն է, ոչ թե ազգային ժողովի կողմից պարտավորություն, օրինակ պարտավորություն է, որ վարչապետը պետք է ծրագիր ներկայացնի, սա պարտավորություն է, իսկ ելույթով հանդես գալը դա հնարավորություն է, որը այս անգամ չի եղել, այդքանը։ Տեսեք, սեպտեմբերին էլ ըստ էության այս մասով էլ կուզեմ պատասխանեք, պատերազմ չի լինելու, սա մտահոգում էր ընդդիմությանը, հաշվի առնելով, որ դուք սահմանադրական մեծամասնություն չունեք, ուրեմն կա այդպիսի վտանգ, թե չկա։ Մենք երեք դրա մասին էլ խոսակցություն ունեցանք նաև առերես, պատերազմ կարող էր լինել, եթե այս ուժերը ունենային իշխանություն եւ հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու, որովհետեւ նրանց ծրագրերը տանելու են աներկբա է, որ պատերազմի։ Հիմա պատերազմ չի լինելու, որովհետև մենք շարունակում ենք մեր խաղաղության ընթացքը, այն ավելի ենք ամրապնդելու եւ ավելի հիմնավոր է դառնալու մեր բերած խաղաղությունը։ Սա փակ ենք։ Նրանց նաեւ անհանգստացնում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ուրեմն կառուցվող հարաբերությունները, որովհետեւ օրինակ դա իրենց շահերից չէր բխում, դա իրենց պլաններում չէր, դրա համար նրանց հարցերը վերաբերում էր այս կարգավորվող հարաբերություններին, այսինքն այստեղ իրանք խնդիր էին տեսնում։ Նրանց հարցերին գլխավորապես վերաբերում էին հարցերը Թուրքիայի Ադրբեջանի հետ կառուցվող հարաբերություններին, այստեղ իրենք խնդիր են տեսնում։ Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները օրինակ որևէ հարց չեղավ, թե պարոն Ռուբինյան, դուք որ ընտրվեք ազգային ժողովի նախագահ, ձեր գործիքակազմը միջխորհրդարանական կապերը ԵԱՏՄ-ի հետ կապված, Ռուսաստանի հետ կապված այդ խնդիրները, ախր նրանք այդ խնդիրներն օգտագործել են նախընտրական շրջանում, ասել են, այ սրանք են մեղավոր, որ Ռուսաստանը սենց անում, ԵԱՏՄ-ում խնդիրներ ունեն, բա իրենց չի մտահոգում այն քաղաքացիների խնդիրները, որոնք այսօր բախված են հա այս ԵԱՏՄ-ի տարբեր սանկցիաներին, որովհետև դուք տեսաք օրինակ կաթնամթերքի հետ կապված փորձաքննությունը ցույց էր տվել, որ կաթնամթերքում որևէ խնդիր չկա, բայց նրանք այդտեղ խնդիր չեն տեսնում, որովհետև դա իրենց պլաններում է։ Նրանք մինչև ընտրություններն էլ հələ նախընտրական շրջանը չէր սկսել, ասում էին լավ կլինի, որ այդպես լինի, գործող պատգամավոր է,
որ հիմա էլ է պատգամավոր, ասում էր պետք է ուշադրություն գրավենք, Ռուսաստանը պետք է ուշադրություն դարձնի իշխանամերձ գործարարներին եւ նրանց հանդեպ որևէ բան իրականացնի։ Եվ դուք տեսեք հետագայում ջերմուկ գրուպի հետ կապված, հա, տարբեր այդ առաջին խնդիրները, որոնք իրականության մեջ արդեն մենք տեսանք։ Այսինքն սա իրենց պլաններում է, սա իրենց չի հետաքրքրում։ Այ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կարգավորող հարաբերությունները իրենց հետաքրքրում է։ Դրա համար ասում են դուք թուրք տեսել եք, իբր իրենք չեն տեսել, բայց ինչպես տեսակ, այդ առաջին հարց տվողը, ուրեմն հայ ադրբեջանական երկխոսության մասնակիցներից էր, որը ղեկավարել էր իմ գործընկեր Մարիա Կարապետյանը։ Եվ հարցնում էր դուք թուրք տեսել եք։ Հիշեցնելով, որ Վրաստանում լիքը թուրքեր այնուամենայնիվ ինքը գնացել է այդ երկխոսության եւ ցանկություն է հայտնել եւ Տիկին Կարապետյանը ընտրել էր նրան, որպեսզի նա գնար այդ երկխոսությանը։ Այսինքն եթե իրեն իր գործընկերներին հետաքրքիր է ինչ տեսք ունեն թուրքերը, չէ՞, այդպիսի հարցեր էին տալիս, ապա իրենք ամենաշատն են։ Լավ, բայց իրենք ամենաշատն են խոսել, որ այս իշխանությունը ամեն ինչ արել է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, բարդացման, ուրեմն համար նրանք անդադար են անդրադարձել, եթե ոչ այսպես մասնավոր թեմաների, ապա հայ-ռուսական, գիտեք, Գագիկ Ծառուկյանն էլ պարբերաբար այդպիսի վերլուծություններ է անում Facebook-յան իր էջով, հայտարարում է, որ այնիշ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական առումով անթույլատրելի, գիտեք, ընդհանուր տնտեսական պատերազմից էր Սամվել Կարապետյանը խոսում, նրանք հայ-ռուսական հարաբերություններից խոսում են, բայց ինչ կոնտեքստում։ Այն կոնտեքստում, որ հեսա մենք գանք իշխանության, մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները բերենք այն կարգավիճակին, որում 18 թվականին էին, իսկ դա ուղիղ նշանակում է էլի կախվածություն մի կենտրոնից, որը մենք բացառել ենք եւ մեր քաղաքացիները արձագանքել են եւ հավանություն են տվել մեր օրակարգին եւ մենք գնում ենք դիվերսիֆիկացիոն ուղղությամբ, ինչպես դիվերսիֆիկացրել ենք մեր տարբեր քաղաքականությունները, այնպես էլ տնտեսական ուղղությունը մենք ճիշտ է դա իրականացնում ենք վաղուց, բայց հիմա առաջացած խնդիրները մեզ ստիպեցին ավելի ինտենսիվորեն զբաղվել սրանով եւ առաջիկայում մեր տնտեսվարողները նաեւ արդեն կունենան այն այլընտրանքները, ոչ թե մի այլընտրանք անգամ, որը թույլ չի տա ուրեմն ԵԱՏՄ-ի բարեհաճությունից կախված լինի իրենց առաջիկա բարեկեցությունը, որովհետև մեկ էլ մի ցուպիկ է գտնվում, մշտապես, ախր դա մեր շրջանում միայն չէ, միշտ, անգամ հանրապետականների իշխանության օրոք, դուք կհիշեք, որ նման խնդիրները, լարսում խնդիրները միշտ բանեցվել է եւ օգտագործվել է, եւ հիմա մենք ասում ենք շատ լավ, կլինի այդ բանեցումը դա մի ուղղություն է մեր տնտեսվարողների համար։ Մենք ունենանք այլ ուղղություն, հա, դժվար նման խնդիրներ առաջացնի, օրինակ բանը Լեհաստանը, հա, ուղղակի որոշի որպես լծակ օգտագործել տնտեսական։ Հիմա մենք ունենք ամեն դեպքում ճգնաժամ այս հարաբերություններում, որովհետև վարչապետը ճգնաժամ չէր համարում, հնարավորություններ էր համարում, բայց կա չէ խնդիր, որը այսքան հեռախոսազանգ է տեղի ունենում, չէ՞ վարչապետը առաջին այցը իր ուրեմն այս ընտրություններից հետո էլի Ռուսաստանի Դաշնություններ այդ ցուպիկներ հայտնաբերողները, այդ ընկերությունները Ռոսխել, Խոզնաց, Զորբան, բոլորը ներկային այդ քննարկումից հանդիպումները հեռախոսազանգերը արդյունք չեն տալիս Տիկին Հակոբյանին, ինչու՞։ Էլ չասեմ, որ շնորհավորանքը այդպես էլ մեծաշ որտեղի չմեծավ։ Տեսեք, դեռևս ֆորմալ 3 նշանակվել վարչապետը եւ առաջիկայում մենք այդ շնորհավորանքը այսպես թե այնպես տեսնել ենք, բայց շնորհավորանքը լինի թե չէ Վլադիմիր Պուտինը դժվար քաղաքացի Պողոս Պողոսյանի զանգին պատասխանի, հա, Վլադիմիր Պուտինը ինչու է հեռախոսազրույց ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ նա Հայաստանի Հանրապետության վարչապետն է, եթե վարչապետը չէ, եթե չի ընդունում, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ինչու է հեռախոսազրույց ունենում։ Այսօր դուք կարող եք վերցնել զանգել եւ Վլադիմիր Պուտինի հետ խոսել, չէ։ Այսինքն այդ շնորհավորանքը կլինի թե չէ, որպես երկրի ղեկավար ստիպված են առնչվել։ Շատ երկրի ղեկավարներ էլ անձնապես կարող մեր սրտով չեն, բայց դա ինչ շփվելու ձև է։ Շփվելու ձևը քաղաքականն է, երկրի ղեկավարը մյուս երկրի ղեկավարի հետ շփվում է, ուրեմն փոխադարձ շահերի նաև բերումով եւ այդ շահերը Հայաստանի հետ շփման մեջ ունի Ռուսաստանի Դաշնությունը իր ղեկավարով եւ մենք ունենք մեր շահերը Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից մենք եւ մեր ղեկավարը բնականաբար։ Այնպես որ այդ խնդիրները հիմա մեզ մոտ ազնիվ երկխոսություն է եւ սրանից մեր հարաբերությունները կշահեն։
Հիմա ազնիվ երկխոսության փուլում եք Ռոդերի հետ, Տրանսֆորմացիա։ ինչու եք վստահ, որ կշահեն ձեր հարաբերությունները դրա հետ։ Որովհետև ոչ թե հրաման է եւ կատարում այստեղից, այլ երկխոսություն է եւ որը որ մեր շահերից չի բխում, մենք չենք անում նման քայլեր, մենք անում ենք քայլեր միայն, որը բխում է մեր հանրապետության Եվ Տիկին Հակոբյան, եթե վերադառնանք կաթողիկոսին վեհապարին, հիմա դուք ընդհանրապես չեք գտնում, որ մենք ունենք վեհապար, կաթողիկոս, գիտենք ամիսներ շարունակ ինչպիսի պայքար էր, առաջիկայում լինելու է էլի պայքար, թե ոչ, ուզում եմ հասկանալ, եթե չեք ընդունում, ապա ձեր գործողությունները ինչպես են շարունակվելու, կարծեք թե շատերը նաև հետնահանջ էին նկատում։ Հետնահանջ չկա, ես էլ իմ խոսակցության մեջ քիչ առաջ ձեզ պատասխաներիս ասացի, որ այդ օրակարգը մեզ համար օրակարգային է եւ Բայց ժամկետներ գոնե չպիտի լինեին այս Դե գիտեք ժամկետները հոմ իրավապահ համակարգը չի մտնելու նրան ուժով հանի, հա։ Այսինքն այդպես հեշտ չէ, իհարկե, բայց այդ օրակարգին մենք հավատարիմ ենք, մենք խոստում ենք տվել մեր քաղաքացիներին եւ անպայման իրականացնելու ենք եւ մեր քրիստոնյա հասարակությունը ունենալու է մեր ուրեմն կրոնին համահունչ լավագույն կաթողիկոսին։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։